Հրդեհի բռնկման պատճառները այս պահին մենք չենք կարող ձեզ ասել, դա պետք է փորձաքննություն նշանակվի, փորձաքննության արդյունքում կպարզվի։ Բայց վարկածում է, ոնց է։ Վարկածներ կարան լինեն, բայց դա արտահայտման այսօր ներկայացնելու ենթակա չի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ են կանում հրդեհի հետհրդեհաշիջման հետ կապված։ Առայժմ այսքան։ Բայց այդ վարկածները կառույցները օրինակ Կողքի կառույց բնականon աշխատանքը շարունակել։ Մեր ավարտելուց հետո իհարկե կարող։ Հանցության KFC-ում է, հա, փաստորեն։ Հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն չենք կարող ասել։ Ուժած քաղաքացիների մասով։ Ուժած քաղաքացիներ նախնական այս պահի դրությամբ չկա, բայց սա խիստ նախնական է։ Մոտապես ինչքան տարածք կա այրվել, վնասվել։ Դեռևս չենք կարող ասել, ավարտելուց հետո չափագրումներ կիրականացնի, փրկարարծառայությունը կտերեք ասել։ Տարբեր հատվածներում է, նաև այստեղ շատ կարևոր է, որ հրդեհի տարածումն է կանխվել։ Պարոն Ցուցուլյան, նոր քաղաքացիներն, ովքեր առևտրի կետեր ունեն երկրորդ հարկում, փորձում էին հասկանալ իրենց խանութների հետ ինչա կատարվում, դուք տեղեկություն կարող եք փոխանցել նրանց, թե Չեմ կարող։ ներսում որևէ բան։ Այս պահին չենք կարող, այս պահին արգելվում է շենքի տարածմուտ գործելը, կավարտենք, քաղաքացիները ներս կմտնեն եւ իրենց վնասների վերաբերյալ կտեղեկացնեն։ Նաև որ կան մարդիկ, ովքեր իրենց ապրանքների հետ Երկրորդ հարկ բարձրանալու հնարավորություն ունենալու Այս պահին արգելում են, որպեսզի մտնեն, մինչև չավարտեն, այս պահին հնարավորություն չկա, ավարտից հետո։